Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի կառավարման ընթացքում կրկնապատկվել է։ Երբ հարցնում են ինչ է սա էլ էդ 8 միլիարդ դոլարը, ասում է զենք եմ գնել։ Հավատում եք։ Ոչ։ Որովհետև չգիտեմ։ Այդ արտաքին պարտքն են չի հաճել։ Թոշակներն ավելացրել, իրանց պարգևավճարներն ավճարել, ասֆալտները արել պարտքով, վարկով, չգիտեմ, ինչ որ բաներ արել, լրիվ վարկով արել, ինչ էլ որ արել։ Շուտ ասում եմ, ջանա գնացեք էսա չաստս տեա Toyota-նա իր զենքա փեդից տանկ է, ուր այդ պարտքը ինչի համար վաղը ախր մյուս օր այդ նոր մարդիկ ովքեր որ գալու են ու մենք ես ու դուք Հայաստանի քաղաքացիները այդ պարտքը սպասարկելու ենք ու այդ փողը տանք այդ հարցը ոչ մեկ չի հասկանում այդ բանը որ այսօր էլ 200 միլիոն վերցրեցին որ դիցեցին ինչի վրա ուրա ոչ մի բան ինչ որ մի բան այդ մարդիկ կառուցել են սարքել են ես չեմ տեսել ինչ որ մի հատ բացի այդ գյուղի դպրոցներից որը որ սարքելը երևի 5 հոգի մարդ որ հավաքի կարան սարքել ու դրա վրա ինչ որ փողեր են գրում ինչը մի հատ կոնկրետ բան մի հատ ճանապարհ մի հատ կամուրջ մի հատ չման գործարան այդպես բան ինչ որ սարքել է պետական փողերով սա մասնավոր փողերով է եթե ինչ որ մի բան էլ տեղի ապրել նույն Սամվել Կարապետյանի կամ Գագիկ Ծառուկյանի խոսքերով Ոչ չեմ հավատամ Ինչի՞ չեք հավատում Որտեւ զենքեր շատ ենք ունեցել, ինքը չի օգտագործել, չեմ կարող ասել, սով աստղաների համար ճիշտ է սարազատ, բայց շատ եմ ես վատս կամ, որտեւ շատերը վիրավոր, շատերը ամբողջ կանցեր, դա պետքա չլիներ։ Մի բան ասեմ, ես ոչինչ չեմ հավատում, կներեք էլի։ Արտաքին պարտքը ինքնորեն չի աճել։ Քուրիկ ջան, արտաքին պարտքը արհեստականորեն աճեցրել է։ Արհեստականորեն երբ որ Քոչարյանի ժամանակ ինքը բերեց պարտքերը հասցրեց ընդամենը 6 միլիարդի իսկ հիմա արդեն 15 միլիարդ է դառնում այս ամեն ինչ անում է իր շրջապատը իր քպոյականներին բարեհաճելու համար սամալյոտ առնի կնոջ հետ աչուձախ եւ այլը իր քպոյական իր կառավարությունը պահելու համար ինչքան պարտքը վերցնում են նորել էլի երեգի ես լսեցի որ 200 քանի միլիոն էլի պարտքա վերցնում էս էլ ընտրությունների համար որտեվ Եվրոպան խոստացել է որ աջակցելով է ընտրություններին իսկ երբ որ գնաց Պուտինի մոտ ականջի ձգեց ասես գնա նստի եւ ժողովուրդը իր խոսքը կասի